Եվ ամեն օր տաճարում թե տներում չէին դադարում ուսուցանել և ավետարանել Հիսուս Քրիստոսին։ Սիրելի քույրեր և եղբայրների Քրիստոս, այսօր մեր սուրբ եկեղեցին հարությունից հետո երկրորդ կիրակին կոչել է նոր կիրակի կամ կրկնազատիկ։ Նոր, որովհետև մի նոր կյանքի, մի նոր ընթացքի, մի նոր ճանապարհի սկիզբ դրվեց Քրիստոսի հավիտյան։ Սիրելի քույրեր և եղբայրներ, համարը, որ ընթերցեցի իմ խորհրդատվությունների, մտածումների աղբյուրը դարձավ և այդ մտածումները մեծ փափագով կուզեմ կիսվել ձեզ հետ։ Այս համարը որպես մի բլուր փոքրիկ վկայություն է գործք առաքելոցից բերված, որ ցույց է տալիս եկեղեցու գործունեության սկիզբը, բայց դրա հետևում թաքնված է մի մեծ խորհուրդ և մի մեծ փոթորիկ։ Սա միայն առաքելական ծառայության նկարագրությունը չէ, սա հավատքի հաղթանակն է վախի նկատմամբ։ Այս համարից առաջ, երբ որ ընթերցվեց հատվածը այսօրվա սուրբ գրային, տեսանք, որ հրեական իրականության մեջ Քրիստոսի հետևորդները արհամարված սխալություն ունեցող իրենց պատկերացմամբ և հակազգային տարր էին հանդիսանում և առաքյալներին բանտարկել էին, նրանց հարցաքննել էին, ծեծել էին և արգելել էին նույնիսկ խոսել խստիվ Քրիստոսի մասին։ Բայց ինչ ենք տեսնում մենք հետագա համարների մեջ։ Դրանից հետո առաքյալները չեն նահանջում, չեն թաքնվում, չեն լռում, ավելի զգուշավոր չեն դառնում իրենց խոսքի մեջ։ Նրանք դուրս են գալիս և շարունակում են քարոզել ամեն օր։ Սա մարդկային ուժի և ցանկության հետևանք չէ։ Սա Սուրբ Հոգու շնորհների գործն է։ Առաքյալները, սիրելիներս, պարզ հասարակ մարդիկ էին։ Նրանք էլ գիտեին ինչ բան է վախը և ավետարանում հաճախակի տեսնում ենք իրենց տկարությունները, որ ներկայացված են ավետարանիչների կողմից։ Երբ մեր Տիրոջը Քրիստոսին ձերբակալեցին, առաքյալները բոլորը փախան։ Երբ նա խաչվեց, խաչի տակ որևէ մեկը չկար, թաքնվել էին բոլորը, բայց հիմա, երբ որ ընթերցում ենք այս հատվածները, տեսնում ենք, որ լրիվ ուրիշ մարդիկ են մեր առաջ կանգնած։ Ինչու՞։ Որովհետև նրանք հանդիպել էին հարություն առած Քրիստոսին։ Երբ մարդը իսկապես իր կյանքի մեջ հանդիպում է Քրիստոսին, վախը կորցնում է իր զորությունը, մահը դադարում է լինել վերջակետ, ճշմարտությունն ավելի թանկ է դառնում, քան կյանքը։ Նրանք այլևս չէին կարող լռել, քանի որ գիտեին, եթե Քրիստոս հարություն է առել, ապա ամեն ինչ փոխվել է։ Այսօր, սիրելիներս, մեր միջավայրի մեջ շատերս լռում ենք, որովհետև ոչ թե արգելում են մեզ խոսել, այլ որովհետև շատերիս մոտ հավատքը չի դարձել անձնական հանդիպում Քրիստոսի հետ։ Եվ շատերս էլ, իմանալով Քրիստոսի մասին, լռում ենք, մնալով լուռ ու համր, որովհետև վախենում ենք շրջապատի կարծիքից, վախենում ենք մեր միջի հակասություններից, վախենում ենք կյանքից ու աշխարհից։ Սուրբ Գիրքն ասում է, ամեն օր աղոթում ու քարոզում էին Քրիստոսին, հարություն առած Քրիստոսին։ Սա է այս խոսքերի բանալին։ Առաքյալները չէին ապրում ժամանակ առ ժամանակ Քրիստոսի մասին խոսելով։ Նրանք կյանքը չէին բաժանել հոգևորի, առօրյայի, աշխատանքայինի
այլ նրանց համար ամեն ինչ դարձել էր կենսակերպ, ամեն օրը ուրախության, թե վշտի մեջ, վտանգի մեջ, առօրյա կյանքում նրանք մնացին Քրիստոսի վկաները։ Ուրեմն հավատքը, որ միայն սահմանափակվում է մեր մեջ և եկեղեցու պատերից դուրս չի գալիս, դա կյանք չի կարող դառնալ։ Ճշմարիտ հավատքը, սիրելիներս, թափանցում է ընտանիք, թափանցում է մեր ընկերային միջավայր, թափանցում է մեր աշխատանքային միջավայր, այն դառնում է մեր անհատականության, մեր կյանքի կենսակերպի մի անբաժան մասը։ Եկեղեցի տաճարում էին աղոթում և տանը։ Մեր եկեղեցու հայրերը մեկնելով այս խոսքը, այս փոքրիկ նախադասությունը, ասում են, որ եկեղեցին դա ընդհանրական Քրիստոսի հոտն է, իսկ տունը նկատի ունի մեր անձնական ապրումները Քրիստոսի հետ և Քրիստոսի կողքին։ Բայց ամենակարևոր ուղերձը այս խոսքի մեջ հարատևությունն է։ Ղուկաս ավետարանիչը ասում է, նրանք չդադարեցին քարոզել հարություն առած Քրիստոսին։ Ամենահզոր խոսքերն են թերևս, ոչ թե ժամանակավորապես, ոչ թե այնքան ինչքան հնարավոր էր, ոչ թե այնքան ինչքան որ անվտանգ էր իրենց կյանքի համար, այլ անընդհատ, շարունակաբար, և սա է հավատարմության գինը, բարձրաձայնել ճշմարտությունն ու արդարությունը։ Առաքյալները հասկացան, որ նրանց կարող էին կրկին ձերբակալել, նրանց կարող էին աքսորել, կարող էին սպանել, բայց նրանք ընտրեցին հավատարմությունը։ Հարց է առաջանում, միթե մարդու համար իր կյանքը, իր ապահովությունը, իր անվտանգությունը թանկ չէ։ Բայց պատասխանը հստակ է, որովհետև ճշմարտությունը և այդ ճշմարտության համար իրենց կյանքը տալը նրանց համար դարձավ ավելի կարևոր։ Եվ մի պարզ բանաձև կա, այն ինչ որ մեզ համար դառնում է կարևոր, մենք դրանից չենք կարող հրաժարվել։ Եթե մարդը սիրում է, նա չի դադարում սիրել անգամ դժվարությունների մեջ։ Եթե մարդը հավատում է, նա չի դադարում հավատալ անգամ ճնշման դեպքում։ Սիրելիներս, այսօր հալածանքները ոչ միայն կարելի է ասել ֆիզիկական, այլ նաև հոգեբանական են։ Դատապարտման վախը, հասարակությունից մեկուսանալու խնդիրը, ճնշումը, բավարար է, սա կարծում եմ, որ մարդուն լռեցնեն, բայց իրականությունը այլ է։ Եթե մարդը քրիստոնյան և քրիստոնյաների հավաքականությունը, որ Սուրբ եկեղեցին է, առաջնորդվում է Սուրբ Հոգով, որևէ մի ճնշում, որևէ մի փորձություն, հալածանք չի կարող լռեցնել, ինչպես որ առաքյալներին իրենց ժամանակում։ Քարոզում էին ավետարանը, ոչ թե ուղղակի գաղափարներ, ոչ թե ուղղակի դրույթներ, ոչ թե ուղղակի զուտ բարոյական նորմեր, այլ փրկության մասին ավետարանն էր, բարիվուրն էր, որ վերափոխում են մարդկային կյանքերն ու ճակատագրերը։ Սա նշանակում էր վկայել այն մասին, որ Աստված մարդ դարձավ մեզ համար և հարություն առավ մեզ կյանք տալու։ Ու այդ ամենը կատարվում էր հենց ուրախության, ցնծության, ուղեկցության։
Սուրբ գրային տեքստը մեզ ներկայացնում է, թե ինչպես ուրախություն ունեցան առաքյալները, երբ որ նույնիսկ հալածվեցին Քրիստոսի անվան պատճառով։ 21-րդ դարում ապրող մարդու համար տարօրինակ են թվում այս խոսքերը։ Ինչպես կարող է մարդ հաճույք ստանալ տառապանքից, չէ որ աշխարհը ասում է, տառապանքը քեզ համար չի, դու արժանի ես լավ, երջանիկ, բարեկեցիկ, քո ուզած ձևով կյանքդ կառուցելու։ Քրիստոնեությունը հակառակն է ասում։ Տառապանքի մեջ է, փորձության մեջ է քրիստոնյայի համար ուժի աղբյուրը, որովհետև այդ ուժի աղբյուրը հավիտենական է։ Հարություն առած Քրիստոս, որ հաղթեց մահվանը եւ ասեց. ես հաղթեցի աշխարհին։ Սիրելիներս, աշխարհը, հանգամանքները, քաղաքակրթությունները փոխվում են, բայց Քրիստոսի հաստատած եկեղեցին մնում է նույնը։ Այսօր էլ առաքելական խոսքը եւ վարմունքը չի դադարել եկեղեցու մեջ, որովհետեւ այն կենդանի մի շղթա ու կապ է, որ դարեդար իրար սնելով փոխանցում են սերունդներին։ Եվ այսօր էլ Քրիստոս իր եկեղեցու մեջ է, իր եկեղեցու հետ է եւ նայում է մեզ ու կարծես ամեն մեկիս հարց է տալիս. կշարունակեք այն գործը, այն խիզախությունը, որ իմ առաքյալները արեցին։ Կլինեք իմ վկաները բոլորի առաջ, ասելու, որ մենք պատկանում ենք Քրիստոսին, ով հաղթեց մահվանը։ Ուրեմն, մեզանից յուրաքանչյուր այսօր որոշում կայացնելու հնարավորություն ունի։ Մենք կարող ենք չլռել Քրիստոսի մասին, չսահմանափակել մեր պայքարը արդարության եւ ճշմարտության համար, չվախենալ հալածանքներից ու փորձություններից, պայքարել ու պաշտպանել բացարձակ ձևով արդարությունն ու ճշմարտությունը ու դեմ կանգնել ստին, կեղծիքին եւ աստվածամերժությանը։ Եվ այդ ժամանակ էլ վստահաբար Սուրբ գրքի խոսքերը կտարածվեն մեզ վրա, որոնք ասում են. եւ ամեն օր դուք էլ չեք դադարում քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը, ում վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Քրիստոս հարյավի մեռելը։ Օրինարա հարությունը Քրիստոսի։ Ձեզ եւ ձեզ մեծ ավետիս